Տեղի է ունեցել Թաոլու Քունգֆուի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, փայլուն ելույթներով են հանդես եկել բոլոր պատանի և երիտասարդ մարզիկները։ Առաջնությունը դարձել է ուժի, ճկունության և տեխնիկական վարպետության իրական ցուցադրություն։ Շաոլին ոճում հիանալի ելույթներով հանդես եկած մարզիկներից առաջին տեղը գրավել է Արևիկ Այվազյանը, երկրորդ տեղը Անժելա Չոբանյանը, երրորդ տեղը Տրթակ Չոբանյանը։ Հերթական հաղթանակը նվաճելով և բարձր պահելով հայկական սպորտի պատիվը, պատանիները կշարունակեն գրավել նոր բարձունքներ։ Պատանի մարզիկներն ու նրանց ծնողները հատուկ շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանին մեծածավալ կազմակերպչական և տքնաջան մարզչական աշխատանքի համար։ Հարգելի երկրպագուներ, հայրենակիցներ, ուշու համայնքի ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի ուշու գունֆու ազգային ֆեդերացիան արդեն 6 տարին ոլորելուց հետո իր գործունեության արդեն մենք հաստատեցին նոր ֆեդերացիա ենք, մենք կարողացանք հասնել նրան, որ իսպար մեր արսենալում բացակայող վարժահամալիրային ուշուն վերականգնեցինք և այսօր անցկացրեցինք մեր անդրանիկ առաջնությունը։ Մենք շատ մասնակիցներ չունեինք, որը նորմալ է, բայց մեր մասնակիցները կատարեցին շատ մեծ քանակությամբ ոճային ուղղություններ։ Եվ սրանով մենք արձանագրում ենք, որ մենք կարողանում ենք այլևս ներկայանալ խոշորագույն միջազգային մրցաշարերում, ոչ թե միայն սանդա ուշու, այսինքն մենամարտային ուշուի մենամարտային հատվածով, այլ նաև վարժահամալիրային հատվածով և ներկայանալ բավական լավ։ Մենք արդեն ունեցել ենք նման մասնակցության փորձ 2025 թվականի հոկտեմբերին Կալեֆերոյում կայացած միջազգային մրցաշարում, որը աշխարհի առաջնության համար նախընտրական մրցաշար էր, որտեղ մենք մասնակցեցինք 15 ուղեգիր, ընդամենը 9 մասնակիցով։ Վաստակեցինք 9 մեդալ, որից 3-ը վարժահամալիրային ուշից։ Ունեցանք 2 հատ առաջ տեղ, ունեցանք մի հատ երկրորդ տեղ։ Նաև ունեցանք լավ արդյունքներ մենամարտային հատվածում։ Եվ այսօր ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որ մեր 6 տարվա կրկնաջան աշխատանքը, որ մենք գրեթե սկսեցինք 0-ից, իմ համակիր և իմ լավ ընկերների հետ միասին, Սիրանուշ Նիկոլոսյան, Հրայր Կարապետյան, Գեորգի Ավետիսյան, մասնագետների մասին խոսքը, Լիաննա Վարդանյան, որը նաև շատ լուրջ մասնակցություն ունեցավ այսօրվա մեր Թամարա և Մերին Աջարյանների մասնակցության հետ կապված, ամբողջությամբ դա իր հեղինակային աշխատանքն էր, և մենք փաստացի այսօր արձանագրեցինք, որ մենք կանգնել ենք արդեն լուրջ պրոֆեսիոնալ աճի ճանապարհին, այդ պրոֆեսիոնալ աճին այլևս որևէ բան չի կարող խոչընդոտել և մայիսի 14-ից 18-ը արդեն Պերուջա քաղաքում կայանալիք ուրեմն Շաոլինյան քունգֆուի 23-րդ աշխարհի առաջնությունում սպասեք մեզանից նորանոր հաջողություններ, շատ բազմաթիվ մեդալներ։ Շնորհակալություն։